Ներկա իրավիճակի դեմ պայքարելու մասին հարց է հնչել ուղղված Քոչարյանին, նա պատասխանել է, որ պատրաստ է, այո, համախմբել ընդդիմադիր դաշտը, ճիշտ է, արձանագրել է, որ տարբեր մոտեցումներ ունեն, անձնական խնդիրներ ունեն, բայց ամեն դեպքում, եթե ունեն մեկ նպատակ եւ դա այս իշխանություններից ազատվելն է, իրեն կարող են համախմբել, չի բացառել համախմբվելու տարբերակը։ Հիմա եթե պատկերացնենք Քոչարյանը եւ իրեն համախմբվողները, իսկապես Քոչարյանի շուրջ համախմբում լինում է, նրանք կարող են կանգնեցնել իրենց իսկ բնորոշման պարտությունների այս ընթացքը։ Եթե կարող են, ապա ինչ գնով, ինչ տարբերակով։ Ենթադրելի է 21 թվականին կկարողանային 21 թվականի ընտրությունում Նիկոլ ամենախոցելի կարգավիճակում էր, ամենախոցելի, հենց նոր պատերազմից հետո պարտված ղեկավար, որևէ շանս չուներ եւ Ռոբերտ Քոչյանի շուրջ ամենամաքսիմում այդ հնարավորության այդ պայմաններում մաքսիմում կոնսոլիդացիա եղավ եւ նրա հավաքած ձայների ինչքան էր Ես էլ չեմ հիշում, ոչ մեկ չի հիշում, բոլորը մեծ հաշվով թքած ունեն նրա հավաքած ձայների վրա, ըստ էության դա երկրորդական է, որովհետև նույն համակարգը, այս մինուս եւ պլյուսը, նույն համակարգը իրար դեմ են պայքարում եւ պետք է հանգիստ ունենալ, որ նրանք մեկը մյուսին խժռեն եւ ավարտվեն գնան։ Նիկոլը եւ Քոչարյանը, Սերժը, նրանք բոլորը այդ անցյալ են, այդ հին այդ համակարգն է, մեզ կեղեքող, քայքայող, ոչնչացնող Հայաստանը դեպի պարտության տարող այդ համակարգն է, պետք է հանգիստ ունենալ, իրանք իրենց խժռեն։ Քոչյանը չի կարող այդ բանը անի, որ կարողանար կաներ։ Հա, բայց այս process-ները, այդ խժռման process-ն են, որի արդյունքում իրենցից ազատվելու են, թե հակառակը, այս հայտարարությունները, այս ակտիվությունը ճիշտ հակառակը մոտեցող ընտրությունների շեմին, էլի քաղաքական պայքարի մեջ մտնելու, էլի միմյանց դեմ պայքարելով իշխանություն ձեռք բերելու մասին է։ 21 թվականին դա փորձարկվեց եւ հաջողությամբ ավարտվեց Նիկոլ եւ Քոչյանի համար, նրանք բոլորն էլ հիմա բանը իշխանության մեջ են ըստ էության, մեկը ընդդիմադիրի, մեկը կառավարողի կարգավիճակում, իսկ դրանից առաջ Քոչյանն էր կառավարողի կարգավիճակում, Նիկոլն էր, հա, ընդդիմադիր դաշտում, այսպես ասած, ըստ էության տեղերով են փոխվում, ոնց որ բանը Պուտինը եւ Մեդվեդևը, չէ, ասենք, բանը, ասենց իբր թե իրար ընդդիմադիրները մեկ-մեկ տարբեր կարծիքներ են ասում, հետո համագործակցություն բան են անում, այնտեղ իհարկե մի քիչ ուրիշ է, ստեղ մի քիչ ուրիշ է, բայց մեր մոտ նույնն է, էլի, դες նույն մարդիկ են, նույն համակարգն է, տարբեր դեմքերով է դրսևորվում Եվ մենք այդ համակարգի լավ ու վատ բոլոր կողմերը, հնարավոր բոլոր դրսևորումները տեսել ենք, մենք գիտենք իրենք ինչքան մարդակեր են, մենք գիտենք ինչքան հայատյաց են, մենք գիտենք ինչքան հակապետական են եւ այլն, այդտեղ ընտրելու բան չկա ուղղակի, էլի։ Մենք դուք հանրությանը նկատի ունեք, դուք կարծում եք իսկապես հավաքական առումով մեծամասնությունը այդ գնահատականները հստակ ունի բոլոր իշխանավորների։ Մեծամասնությունը հստակ պատկերացում ունի այդ ամեն ինչի մասին, ուղղակի պարզապես ընտրությունների ժամանակ նրանք քանի որ տիրապետում են ահռելի մեծ ռեսուրսների, իրենց տիրապետած ռեսուրսները մենք ուղղակի լավ էլ չենք պատկերացնում, էլի, այդ ամբողջ մեդիա դաշտն է, ամբողջ տնտեսական դաշտն է, դրա տնտեսության մոտապես գրեթե 80-90%-ը նրանցն են, մնացած են մանր փոքր միջին բիզնեսն էլ որ կա, հեսա ոչնչացնում է Նիկոլը, հենց դրա համար որ կախվածության մեջ մտցնի մեզ բոլորիս այդ մեծերից խոշորներից եւ իրենք այդ ձևին լավ տիրապետում են, գալիս են այդ մեծերը, չէ՞, ստիպում են գնում են ընտրություն տալ եւ ձայները կարողանում են հավաքել դրա մասին է խոսքը հիմա ընտրությունից առաջ կոնսոլիդացիա է գնում հենց այդ բաների էլի ռեսուրսների նորից էլի կոնսոլիդացիա գնում որ հանկարծ այնպես չստացվի որ Նիկոլից, Քոչից, Սերժից բացի ինչ որ մեկ այլ ուժ կարողանա հայտնվել այնտեղ եւ խնդիրներ առաջացնի իրենց համար տեսեք եթե իրապես Նիկոլը եւ Քոչյանը դրանք տարբեր մարդիկ լինեին եւ տարբեր պատկերացումներ ունենային որպես մինիմում Քոչյանի տնտեսական կարողությունները վտանգի կենթարկվեին, որովհետև դրանք մեծամասամբ կամ հիմնականում դրանք ապօրինի ձեռք բերված գույքեր են, հասկանում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը, կամ Սերժի օրինակ, բան, բայց մենք տեսնում ենք, որ նրա օրոք, Նիկոլի օրոք, Սերժի եւ Քոչյանը բան եղավ, այդպես քրեական գործերով մաքրագործվեցին, արդարացվեցին եւ դարձան բան, այդպես երանելի տեխնացուներ, այսպես ասած ժողովրդի համար, բայց եթե երանելի լինեին, հələ հիշեք նրանց կառավարման տարիները Նրանք այդ երանելի քաղաքական գործիչները չէին։ Հիմա դուք անդրադարձել եք ձեր Facebook-յան էջում այդ մայիսի 9-ին սպասվող շքերթի մասնակիցներին եւ հեգնանքով գրել եք, թե արագ տեմպերով գնում ենք արևմուտք։ Հիմա Եվրոպական միությունը ճիշտ է, անդամակցության տեխնացություն ունեցող պետությունների ղեկավարների ներկայացուցիչներին զգուշացրել է, որ չպետք է մասնակցեն։ Մենք կարգավիճակը չունենք, բայց ամեն դեպքում մեր խորհրդարանը Օրենքի նախագիծ է այո օրենք է ընդունել, որով մենք նախանշում ենք, որ գնալու ենք դեպի Եվրոպա։ Ինչ հետևանքներ է այս ամենը ունենալու
այս ցուցումը մեզ կարող է ինչ-որ կերպ վերաբերել եւ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը նա Էստոնիայում ասել է, որ Հայաստանը չի պատրաստվում Ռուսաստանի հետ հարաբերություններ լարել, փչացնել, այլ հակառակը փորձում է բոլոր գործընկերների հետ լավ հարաբերություններ ունենալ, տարածաշրջանների երկրների հետ հարաբերությունները կարգավորել եւ նաեւ ավելի խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ այո, բարի մտադրություն է բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ, բայց այստեղ կա հակասություն կամ ինչն է խնդիրը։ Սկսենք են օրենքից։ Նախ Հայաստանում օրենքները չեն աշխատում։ Օրինակ մենք հիմա կարող ենք այս դիմացի փողոց իջնել եւ նայել թե վարորդներից քանի հոգի հետ ամրագոտին կապում, չնայած որ օրենքով բոլորս պարտավոր ենք, պարտադիր ամրագոտին պետք է կապենք եւ դա մեզնից յուրաքանչյուրի անվտանգության հարցն է։ Տեսեք թե մենք ինչպես թքած ունենք այդ օրենքի վրա, անգամ եթե դա մեր անձամբ մեր անվտանգության հետ կապ ունի, հանրության եթե չասեմ կեսից ավելին, հաստատ շատ ավելի շատ մասը չի կապում ամրագոտին, էլ չեմ ասում հերոսով խոսելուց, երեխային գիրքը նստեցնելուց եւ այլն բան, մենք թքած ունենք օրենքների վրա, մենք այդ հանրությունն ենք, հա, մենք պահում ենք այն օրենքները, որը չգիտեմ, եւի չգրված օրենքներ կամ որի համար մեզ կարող միգուցե պատժեն եւ այլն բան։ Հիմա այս հանրության մեջ օրենք ընդունել որ մենք գնում ենք Եվրոպա, դա ծիծաղելի է, օրենքով չեն գնում Եվրոպա։ Եվրոպա գնալը Հայաստանի եվրոպական, այսպես ասած, բան ուղղությունը, դա աշխարհքաղաքական տեկտոնական շարժ է, որի համար օրինակ Ուկրաինայում տեսնում եք ինչ է, Ռուսաստանը մտել, Ուկրաինա ավիրում է, ոչնչացնում է, սպանում է, քաղաքները ավիրում է այդ մարդկանց, ոչնչացնում է, այդ իր ցանկության բարձրաձայն հայտարարելու համար, չէ՞։ Հայաստանում նման բան տեսնում եք, չենք տեսնում, հետեւաբար դա բլեֆ է։ Հայաստանը օրենքով չի, որ պետք է գնա Եվրոպա։ Դրա համար գործողություններ են անհրաժեշտ։ Իսկ մենք ՍԵՊԱ ունենք ստորագրած Եվրոպայի հետ եւ եթե մենք այդ բոլոր կետերը անենք, իմիջիալոց մեր խորհրդարանը հենց Նիկոլեն ժամանակը ռատիֆիկացրել է այդ օրենքը։ Հենց մենք դա իրականացնենք միջև վերջ, մենք մեր պետության ամբողջ այդ իր ռեսուրսով, որակով, կարողունակություններով մենք պատրաստ կլինենք գնալու Եվրոպային։ Բայց մենք այդ ՍԵՊԱ-ն անտեսեցել ենք մի կողմ, այսինքն մենք թքած ունենք Եվրոպա գնալու վրա։ Ես նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի կառավարող ուժը մի խոսքով, այնպես որ դա մեծագույն բլեֆներից մեկն է եւ դա արվեց այդ ամբողջ այդ ֆարսը արվեց նրա համար, որովհետեւ Արցախյան պատերազմից հետո երբ որ Ռուսաստանի դեմքը միջև վերջ բարձվեց հանրության լայն շերտերի համար, այն ժամանակ փոքրամասնություններն են խոսում, մենք ենք խոսում, ասում ենք Ռուսաստանը դավաճան չեն ժամանակ չէր դավաճան այն ժամանակ խոսում ենք որ Ռուսաստանը մեր թշնամին է, մեզ ասում են վայ բան դուք ես ինչ եք ասում բանից ինչ հորատես եք եւ այլն։ Արցախյան պատերազմից հետո բոլորի համար ակնհայտ դարձավ, չէ՞, հանրության բոլոր շերտերի համար, որ Ռուսաստանը մեր թշնամին է, եթե մեր թշնամին էլ չի, մեր թշնամու դաշնակիցն է ավելի շատ։ Եթե այդպես լիներ, պարոն Սահակյան, ներեցեք, հրապարակում Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշների հետ Ռուսաստանի դրոշը չէր այրվի։ Դաշնակներն են կազմակերպում, դաշնակները չեն այրում ռուսական դրոշները, եթե հանրությունը այդ ինքնաբուխ լիներ բան, իհարկե առաջիններից մեկը ռուսական դրոշը կվարվեր։ Այդ հարցը շատ լավ հարց է, միջելս տվեք դաշնակներին բախի ռուսներին չեք անում, էլի, շատ հետաքրքիր կլինի։ Հա, ինչ եմ ուզում ասել, եւ այդ բանից հետո, երբ որ սոցիոլոգիական հետազոտություններ արեցին իշխանությունը տեսան, որ հանրությունը իսկապես պահանջ ունի նոր ավելի իսկապես դաշնակցի կարիք ունի, որտեղ Ռուսաստան չկար ընդամենը, եւ տեսան, որ կա պահանջը հանրային պահանջը դեպի Եվրոպայի թեկված ստեղծեցին այդ բանը, որպեսզի այդ ստորագրությամբ, որ բան անենք, հա, գնանք Եվրոպա բան։ Հիշում եք, դες մի ստորագրություն էլ կար Հայակվե անունով, որ Արցախը պետք է փրկեր։ Ստորագրությունները հավաքվեց, օրենքը բան գնաց եւ այլն։ Հիմա ուրա ստորագրությամբ փրկվեց Արցախը, ուրա Արցախը։ Հասկանում եք, այդ տենց նույն ձևի տենց օրենքով եւ ստորագրությամբ էլ գնում ենք Եվրոպա։ Այսինքն դա մոռացենք, դա ֆարս է, դա իրական քաղաքականության հետ կապ չունի։ Այդ ֆարսը տեսնում են Եվրոպայում։ Հիմա այդ ֆարսը տեսնում են Եվրոպայում, այնտեղ հասկացել են, այնտեղ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը իրենց գործընկերը չէ, նա ստախոս է աշխարհում եւի տենց մի ղեկավար չկա, մի պետության ղեկավար չկա, ով չգիտի ով հարաբերվել է Նիկոլի հետ, ով չգիտի որ Նիկոլ Փաշինյանը ստախոս չէ։ Հետևանքներ, ինչ հետևանքներ սպասում։ Այն է, որ Հայաստանը այսօր աշխարհքաղաքական այս կարևորագույն իրադարձություններից դուրս է մնացել։ Մենք կապ չունենք իրականության հետ, ամբողջ աշխարհը պատրաստվում է պատերազմի, մենք հեծանիվ ենք քշում, բան ենք անում, ինչ որ ցես բաներ։ Հա, աշխարհում Նիկոլ Պուտինը հայտարարված է, չէ՞, քաղաքակիրթ աշխարհի կողմից այնտեղ որտեղ Նիկոլը իբր ուզում է գնալ, քաղաքակիրթ աշխարհի կողմից Պուտինը հայտարարեց այդ բան, հանցագործ նրա դեմ քրեական հոդվածներ կան եւ ինքը գնում կանգնում է կողքը
Ինչի մասին է խոսքը, չէ՞։ Կամ հենց հիմա այս բաներն են առևտրային տնտեսական ճանապարհների շուրջ է, հիմա այս ամբողջ պատերազմը չէ, ռեսուրսների հետ կապված գնում է միտեղ վիրտուալ, միտեղ ոչ վիրտուալ, միտեղ տաք պատերազմ, միտեղ սառը պատերազմ, բոլորը իրար միս են ուտում բանի համար, այդ ռեսուրսների համար մենք sense ասում ենք, չէ, բան, մենք կապ չունենք եւ այլ բան։ Մենք բոլորի հետ կկարողանանք հարաբերվել, ոնց ենք բոլորի հետ հարաբերվելու, երբ որ Չինաստան, Ամերիկա, Ռուսաստան, Եվրոպա իրար միս են ուտում, հենց հիմա իրար անգամ են Կալեդոնիա եմ հիշում եք, չէ, Ադրբեջանը որ բան է, Ադրբեջանը իր փոքրիկ հալով գնացել էր Ֆրանսիայից Կալեդոնիա խլել, որտեղ աշխարհի նիկելի 30%-ի պաշարները կան էլի, հասկանում եք, չէ, եւ այս ամբողջը նրա համար է, որովհետեւ Եվրոպան հայտարարել է կանաչ իր այդ օրակարգի մասին, որ 2030-ականներին թե 50-ականներին նրանք պետք է ամբողջությամբ կանաչ էներգետիկայի անցնեն։ Եվ այս էլեկտրական մեքենաների եւ բաները տեսնում եք Չինաստանը ինչ ագրեսիվ հարձակման է անցել Եվրոպային եւ Ամերիկային ճնշում է իր էլեկտրամեքենաներով, չնայած առաջատարը Տեսլաներ եւ այլն բան։ Այսինքն ոչ միտեղ հանգիստ չէ։ Հնդկաստան, Պակիստանը էլ այդ ընդհանրապես մեն օրերի հարց է այնտեղ մեծ պատերազմ։ Հնդկաստան, Պակիստանի մասով մի կարճ բան ասեմ, այնտեղ մեր փորձագետներից մի քանի օր այդ հարցեցի բան ասում են շատ վատ է լինելու մեր համար, բայց ես կարծում եմ, որ այդքան էլ վատ չի լինելու։ Վատը այն կլինի, որ մեր հիմնական զենք մատակարարներ, այո, եւ այդ առումով մենք բաներ կունենանք։ Դե կարող է պակասի որոշակի ուշացումներ բան, բայց լավ է նա, որ մենք իսկապես պատերազմում կտեսնենք, եթե պատերազմ լինի, կտեսնենք հնդկական զենքերը աշխատում են, թե չէ։ Լավա որ մենք մեր մաշկի վրա չենք փորձելու, կոպիտ ասած, եթե Ադրբեջանը հարձակվեր այդ հնդկական զենքերով կրակենք, տեսնենք չեն կրակում, մեր համար լավ վատ կլիներ։ Իսկ այստեղ մենք իրականության մեջ կտեսնենք հնդկական զենքերի արդյունավետությունը, դրանց բոլոր լավ եւ վատ կողմերը եւ դրանից հետո կանցնեն որոշակի փոփոխություններ, ինչը եթե մերոնք ուղիները աշխատացնեն, տեղից այդ մոդեռնիզացված տարբերակները արդեն կգնեն կամ բան։ Հարցի երկրորդ մասը ես ոնց որ Նիկոլ Փաշինյանի բարի մտադրություններում հակասություն ես ուզում եի հարցնել, ինչու է հակասությունը նրանում է, որ հիմա այդ բոլորի հետ լավ լինելու այդ բանը, այդ թեզը, որ եւ Քոչյանի ժամանակ եւ Սերժի ժամանակ, հա, այն ժամանակ աշխատում էր, որովհետեւ sense սուր պատերազմական իրավիճակներ չէր, հիմա շատ սուր պատերազմական իրավիճակներն են ամբողջ աշխարհում եւ այդ ժամանակ դու չես կարող հակադիր բևերների հետ լավ լինել, դու կամ իր հետ պետք է լինես կամ այս կողմի հետ լինել։ Եթե դու չկողնորոշված չես, քեզ խժռելու են, երկու կողմն էլ պատժելու են, ամենավատ բանն է, որ կարողանում է անել Նիկոլը, հիմա հենց դա է, նա չկողմնորոշվածությունն է, ոչ թե պետք է ասել ես Ռուսաստանի կողմից եմ, ես Հայաստանի կողմից եմ, բանի Ամերիկայի կամ բանի կողմից եմ, այլ հենց անգամ ենթագիտակցաբար է, մենք պետք է լինենք Հայաստանի կողմից, մեր կողմը պետք է հստակ լինի, դիրքավորվենք եւ կգտնենք պետություններ, ում շահերը համընկնում են մեր շահերի հետ եւ իրancs հետ կհամագործակցենք, դա կարող է լինել կարճաժամկետ շահեր, կարճաժամկետ եւ ժամանակի եւ բաների մեջ, հա, բայց դա ընդհանրապես խնդիր չէ։ Հələ տեսեք Ադրբեջանը ոնց է կարողանում Պարսկաստանի հետ չնայած նրանք ունեն շատ սուր հակասություններ, Պարսկաստանի հետ կարողանում է հարաբերությունները կարգավորել, Ռուսաստանի հետ ունեն շատ սուր հարաբերություններ, բայց լավագույն դաշնակիցներից մեկն են, Թուրքիայի հետ, որ նայում ենք, բանը կարծես թե էլի լավագույն դաշնակիցներ, բայց շատ սուր հակասություններ են հենց Հայաստանի հետ կապված, հա, Ադրբեջանը եւ Թուրքիան իրար հետ վիճում են, թե ով է Հայաստանի տերորդ իրականը, պատկերացնում եք, ինչա որ ենք ասում ենք, Թուրքիան եւ Իսրայելը Ադրբեջանի լավագույն երկուսն էլ լավագույն դաշնակիցներն են, չէ, եւ եթե իրանք հիմա Սիրիայում բախում ունեցան, շատ հետաքրքիր կլինի տեսնել Ադրբեջանի դիրքավորումը ինքը այսպես թե այնպես է իր լավագույն դաշնակիցներից մեկին պետք է կորցնի, եւ այստեղ շատ դժվար է, ու այստեղ Հայաստանը լնայեք ինչ անում, ինքը ասում է բոլորի հետ լավ եմ, ոնց կարաս բոլորի հետ լավ լինես։ Հենց հələ մեր տեսանկյունից նայեք, ասենք պատերազմի ժամանակ Վրաստանը չէ, ասում ես բոլորի հետ լավ եմ, մեր հայ-ադրբեջանական այս պատերազմի ժամանակ մենք դա նորմալ չէինք ընկալում, չէ, որտեղ դու ոնց կարող ես Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ լավ լինել, եթե ինքը քո տարածքով զենք է բերում եւ կրակում է մեր վրա։ Դու որպես մինիմում մենք դա ընկալում ենք պասիվ ագրեսիա։ Դա նշանակում է, որ մենք հաջորդ պահին, եթե մի քիչ ինքնուրույն պետություն ունենք, կարող ենք պատժի ենթարկել Վրաստանին, հասկանում եք, չէ, հիմա տեսեք այլ տեսանկյունից էլ եկեք նայենք, եթե ոչ Հայաստանը, ապա մի քիչ ավելի լուրջ եւ կայացած պետություններ, ինքնուրույն քաղաքականություն վարող պետություններ, ասենք Իրանը, Թուրքիան, եթե բախումներ ունենան իրար հետ ռազմական կամ որևէ, հիմա Հայաստանը ո՞նց է երկուսի հետ լավ լինելու։